Բարիգալուստ Power BI-ի երրորդ դաս։ Ես Աննա Բեժանյանն եմ, Excel-ից Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահան մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Նախորդ դասին սովորեցինք, թե ինչպես տվյալները ներմուծենք Excel-ից Power BI։ Այս դասին կսովորենք, թե ինչպես ձևափոխել տվյալները ըստ անհրաժեշտության։ Տվյալները ներբեռնելուց հետո հնարավոր է անհրաժեշտ լինի դրանք մաքրել կամ վերափոխել նախքան վիզուալներ կառուցելը։ Այդ նպատակով օգտագործում ենք Power Query-ն։ Կարող ենք ընտրել Transform Data կամ Data Panel-ում Query-ի կողքի 3 կետերը, այնուհետև Edit Query, Power Query Editor-ը բացելու համար։ Այս էկրանը, որտեղ արտացոլվում են ձեր տվյալները և որտեղ կարելի է մաքրել և ըստ անհրաժեշտության ձևափոխել տվյալները, կոչվում է Power Query։ Նախ և առաջ ծանոթացեք տվյալներին և համոզվեք, որ դրանք ներմուծվել են առանց սխալների ու էռորների։ Հաճախ Power Query-ն ավտոմատ կերպով կարող է կատարել անհրաժեշտ փոփոխություններ, օրինակ ընտրել յուրաքանչյուր սյունակի տվյալների տեսակը՝ տեքստ, ամսաթիվ, ամբողջ կամ տասնորդական թվեր և այլն։ Ամեն սյունակի տվյալների տեսակը երևում է և սյունակի անվան դիմաց, և վերևում Data Type բաժնում։ Data Type-ում կարող եք գտնել տվյալների այն տեսակները, որոնք հասանելի են Power Query-ում։ Եկեք միասին կատարենք որոշ ձևափոխություններ։ Օրինակ, անհրաժեշտ է փոխել Unit Sold սյունակի տվյալների տեսակը տասնորդականից ամբողջ թվի։ Ընտրում ենք սյունակը, Data Type-ից ընտրում Whole Number կամ նույնը անում սյունակի անվան դիմացից։ Սեղմում ենք Replace Current։ Հաջորդը, ենթադրենք մեզ անհրաժեշտ է, որ սեգմենտ սյունակում բոլոր տվյալները լինեն մեծատառ։ Դրա համար անհրաժեշտ է նշել սեգմենտ սյունակը, վերևի դաշտից ընտրել Transform, Format, Uppercase։ Ինչպես տեսնում ենք, բոլոր տվյալները սեգմենտ սյունակում դարձան մեծատառ։ Հաջորդ քայլով կանվանափոխենք սյունակներից մեկը, այս դեպքում Month Name-ը կդարձնենք Month։ Դրա համար կրկնակի սեղմում ենք սյունակի անվան վրա, որից հետո ջնջում ենք Name-ը և թողնում միայն Month։ Ենթադրենք անհրաժեշտ է ֆիլտրել և որոշ տվյալներ բացառել հաշվետվությունից, օրինակ պրոդուկտներից։ Այդ նպատակով սեղմում ենք պրոդուկցիան անվանը աջ կողքի ներքև ցույց տվող սլաքին, որից հետո հանում ենք այն պրոդուկտը, որի տվյալները ուզում ենք հեռացնել հաշվետվությունից, օրինակ Montana։ Montana-ին վերաբերող բոլոր տվյալները այժմ ֆիլտրված են բոլոր սյուներից։ Հավանաբար արդեն նկատել եք, որ մեր կատարած յուրաքանչյուր փոփոխություն արտացոլվում է Applied Steps բաժնում։ Սա հնարավորություն է տալիս հետևել և հարկ եղած դեպքում ձևափոխել արդեն իսկ կատարած քայլերը։ Power Query-ում հնարավոր է նաև ավելացնել կամ հեռացնել սյուներ, ինչպես նաև խմբավորել, լրացնել բացակա դաշտերը կամ անվանափոխել սյունակում առկա տվյալները։ Ենթադրենք անհրաժեշտ է ավելացնել նոր սյուն, որը ցույց է տալիս, թե որ մայրցամաքներում ենք գործունեություն կատարում։ Մենք ունենք Country սյունը, որի հիման վրա կավելացնենք մայրցամաքները։ Դրա համար կօգտագործենք Add Column բաժնի Conditional Column ֆունկցիան։ Նախ նշենք նոր ստեղծվող սյան անունը Continent։ Այնուհետև, երբ Country սյան արժեքը հավասար է Germany, նոր սյան արժեքը դրա դիմաց պետք է լինի Europe։ Ավելացնենք հաջորդ պայմանը։ Երբ Country սյան արժեքը France է, ապա նոր սյան արժեքը նույնպես կլինի Europe։ Մնացած այլ դեպքերում Ամերիկա։ Սեղմենք OK։ Կնկատեք, որ ձեր սարքած նոր սյունը ավելացել է տվյալների ամենավերջում, փոխենք նոր սյան տվյալների տեսակը տեքստի։ Հնարավոր է նաև ավելացնել սյուներ, ընտրելով Custom Column և այնտեղ բանաձևեր գրելով, ինչպես Excel-ում։ Նոր սյուներ կարելի է ստեղծել նաև այլ տարբերակներով։ Օրինակ, եթե չունենայինք ամիս և տարի սյուները, դրանք կարելի է ստանալ Date սյունից։ Դրա համար անհրաժեշտ է նշել Date սյունը, Add Column բաժնից ընտրել Date, Year և կստանանք նոր սյուն, յուրաքանչյուր ամսաթվի տարեթիվը։ Կամ Date, Month, Name of Month, ամեն ամսաթվի ամսվա անունը ստանալու համար և այլն։ Ենթադրենք մեզ անհրաժեշտ է ստանալ սյունակ, որտեղ երկիրը և մայրցամաքը մեկարժեք են, և միաժամանակ պահպանել երկիրը որպես առանձին սյուն։ Երկիր սյունը առանձին պահելու համար ստեղծում ենք նրա կրկնօրինակը Duplicate Column հրահանգով և շարունակում աշխատել կրկնօրինակի հետ։ Սեղնաշարի Control կոճակը պահելով նշում ենք Continent և Country Copy սյունները, աջ կլիկ, Merge Columns։ Բացված պատուհանում գրում ենք նոր սյան անվանումը և ընտրում, թե ինչպես այդ սյուների տվյալները կցվեն միմյանց՝ ստորակետով, բացատով, թե այլ կերպ։
Եթե ցանկում չկա ձեր նախընտրելի տարբերակը, ապա ընտրում ենք Custom և նշում ձեր տարբերակը, սեղմում OK։ Փոփոխություններ կատարելու համար կարող եք սեղմել Gear կոճակին և կատարել անհրաժեշտ փոփոխությունները, սեղմել OK։ Power Query-ում, ինչպես Excel-ում, կարելի է խմբավորել տվյալները Group by-ի միջոցով։ Օրինակ, երկրները ըստ շահութաբերության տեսնելու համար ընտրում ենք Country, նոր ստեղծվող սյունը անվանում by Country Profit, եկամտի հանրագումարը Sum և եկամտի սյունը Profit։ Քանի որ երկրները ըստ շահութաբերության տեսնելու համար կիրառվել են միայն Country և Profit սյուները, մնացած բոլոր տվյալները ավտոմատ կերպով հեռացվել են։ Եթե օրինակ անհրաժեշտ է տեսնել յուրաքանչյուր երկրի շահութաբերությունը ըստ սեգմենտի, ապա կարելի է ընտրել Advanced տարբերակը և ներառել այնտեղ Segment սյունը, սեղմելով Add Grouping կոճակին։ Կատարված ցանկացած փոփոխություն կարելի է հեռացնել սեղմելով X կոճակը, սակայն պետք է հաշվի առնել, որ որևէ քայլ հեռացնելը կարող է ազդել դրան հաջորդող փոփոխությունների վրա։ Power Query-ում հնարավոր է նաև տեղափոխել սյուները։ Պետք է հիշել, որ որքան շատ են փոփոխությունները, այնքան ծանրանում է ֆայլը։ Այդ իսկ պատճառով իմ խորհուրդն է հնարավորության դեպքում բոլոր փոփոխությունները կատարել տվյալների աղբյուրում, SQL-ում, Excel-ում և այլն։ Փոփոխություններն ավարտելուց հետո գնում ենք Home և սեղմում Close and Apply կոճակը։ Այս դասի համար այսքանը, մինչ նոր հանդիպում։